Զորամասում օրը սկսվում է հստակ ռիթմով, զինծառայողների առօրյան առաջին հայացքից կարող է սովորական թվալ, սակայն ամեն ինչ այստեղ ունի իր ժամանակը, կարգն ու պատասխանատվությունը։ Պարոն գնդապետ, ինչպես է ընթանում ծառայությունը սահմանային զորամասում։ Ներկայությամբ զորամասը գտնվում է նախապատրաստական փուլում, ստորաբաժանումները պատրաստվում են նոր ուսումնական կիսամյակի բացմանը, նոր ուսումնական գործընթացին։ Զինծառայողների համար ուսումնական գործընթացը միայն տեսական գիտելիքի ամրապնդում չէ։ Այստեղ յուրաքանչյուր վարժանք հնարավորինս մոտեցված է իրական պայմաններին։ Զինծառայող լինելը ինձ համար բարձր պատիվ է, որ ես կարողանում եմ իմ պարտքը տալ իմ հայրենիքին։ Առավոտյան իրականացնում էինք ֆիզիկական պատրաստությունից պարապմունք, գերաններով վազքը, կքանիստը, դա կոփում է մարդու ավելի կոնկրետ զինծառայողի դիմացկունությունը, ուժը։ Զինծառայողները արդեն պարապմունքներն անցկացնում են բանակի նոր համազգեստով։ Նոր համազգեստը փորձության է ենթարկվում ամենատարբեր պայմաններում՝ վարժանքներ, երկարատև ֆիզիկական ծանրաբեռնվածություն։ Ներկայությամբ ես ինքս կրում եմ ամառային համազգեստ, այս պահի դրությամբ, որը որ շատ հարմարավետ է, ամառվա շոքին հով է պահում զինծառայողին, միևնույն ժամանակ շատ որակյալ է, նոր ոգի ու շունչ մցրած լինի զինվորի, ստորաբաժանման, թե պատրաստվածության, թե արտաքին տեսքի եւ թե ստորաբաժանման նայում այլ մարտունակություն ես զգում։ Աշվարկ, մարտի։ Ծառայության մեջ փոփոխությունները միայն համազգեստով չեն սահմանափակվում։ Ստորաբաժանումը վերջին շրջանում համալրվել է նաև նոր զինտեխնիկայով։ Իսկ նոր տեխնիկան արդյունավետ է միայն այն դեպքում, երբ զինվորը լիարժեք տիրապետում է դրա հնարավորություններին։ Հրթիռահրետանային Ատլանտ համակարգով հերթական գործնական պարապմունքն է։ Զինվորները հերթով կատարում են իրենց առաջադրանքները, ստուգում համակարգը, տեխնիկան բերում պատրաստության վիճակի։ Մեզ համար մեծ պատիվ է տեսնել բանակի զարգացումը եւ նոր տեխնիկաների համալրումը մեր բանակում եւ դա մեզ ոգեշնչում է ավելի լավ ծառայել եւ ավելի կատարելագործված կերպով մեր պարտքը տալ մեր հայրենիքին։ Նոր սպառազինությամբ ռազմական տեխնիկայի պարապմունքները ընթանում են, իրականացվում են, արդեն իսկ տվյալ անձնակազմը ստորաբաժանումները ներդաշնակված են տվյալ սպառազինության եւ ռազմական տեխնիկային, տիրապետում են իրենց անմիջական զենքին եւ սպառազինությանը։ Ուսումնական դաշտում արդեն այլ բնույթի առաջադրանքներ են։ Այստեղ զինվորները հայտնվում են այնպիսի իրավիճակներում, երբ կարևոր է ոչ միայն սեփական գործողությունների ճիշտ կատարումը, այլև ամբողջ ստորաբաժանման համատեղ ու ներդաշնակ աշխատանքը։ Պատրաստությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ծառայությունը ընթանում է հիանալի ու հպարտեմ, որ այսօր գրում եմ այս համազգեստը, պետությունը օգետ է տանում մեր մասին, մեր ծառայությունը դարձրել է ավելի կատարելագործված եւ հարմար զինվորականին, եւ մենք էլ որպես զինվորական պետք է կատարելագործվենք եւ պաշտպանենք մեր պետության սահմանները։ Եվ այսպես սահմանային զորամասում ծառայողական առօրյան անցնում է հենց այսպես՝ ամենօրյա մարզումներով, նոր տեխնիկայի յուրացմամբ եւ սեփական կարողությունները շարունակաբար եւ անընդմեջ կատարելագործելով։ Լավրոմամյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։